Գիշերվանից չդադարող տեղումները բարդություններ են առաջ բերել հիմնականում միջմարզային ավտոճանապարհներին և հանրապետական նշանակության մայրուղիներին։ Գրեթե ամբողջ գիշեր այդ վայրերում աշխատող ճանապարհաշինարարները փորձել են հնարավորինս անցանելի պահել ճանապարհները, որպեսզի վարորդների և ուղևորների համար չստեղծվեն բարդ իրավիճակներ։ Սկզբից ձյունն ենք մաքրում, ձանշերտը, հետո նոր մշակում աղու ավազով։ Աշոտսկի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող ընկերության տնօրենը վստահեցնում է, որ իրենք ապահովված են մասնագիտական որակյալ կադրերով և համապատասխան տեխնիկայով։ Ամենակարևոր բաղադրիչը, որն այս պահին առկա է, 100%-ով դա վառելիքն ու դեռամարվանից կուտակած բավականաչափ քանակի աղն ու ավազն է։ Մարզը ամբողջությամբ մեր ճանապարհաշինարարները այս պահի դրությամբ պատրաստ են սպասարկելու եւ ծմերը այս ամբողջ աշխատանքները։ Մարզի ճանապարհների ձմեռային անխափան սպասարկումն ապահովելու համար այսօր համապատասխան բաժինն ունի ամբարած շուրջ 4000 խորանարդ մետր աղ եւ ավազ։ Տեղումների դեպքում անցանելիությամբ ամենաբարդը համարվող տարածաշրջանում Աշոտսքում մեր նկարահանման պահին էլ ձյունը չէր դադարել, նաեւ մառախուղ էր։ Աշխատող տեխնիկան կարողանում էր ընդամենը կարճ ժամանակով մաքրել ճանապարհները, իսկ այստեղի մշտական քամիները էլ ավելի են սրացնում դրությունը։ Ձյունը մեր մոտ եղանակ ավելի ճիշտ, քամիներ ավելի շատ են։ Դրա համար էլ երևի մենք մեր կազմակերպությունը մի քիչ մասնագիտացված այդ գործին ու դե առաջի տարին չի, արդեն 20 տարուց ավել է։ Դա մեր սովորական աշխատանքն է։ Այս պահի դրությամբ փակ ճանապարհներ չունենք, բայց ունենք դժվար անցանելի ճանապարհներ։ Ինչպես տեսնում եք, ճանապարհաշինարարները ամբողջությամբ այս պահին ճանապարհների վրա իրականացնում են ծեմից մաքրման աշխատանքները եւ ավազաղային այդ խառնուրդի, որովհետեւ հնարավոր լինի ճանապարհները դառնան անցանելի։ Ճանապարհներն անցանելի կդառնան, եթե տեղումներն այսօրվանից դադարեն, բայց կանխատեսումների համաձայն մարզի ամբողջ տարածքում ձյուն սպասվում է նաև վաղը, մինչդեռ մայրաքաղաքում այս ցմեր բնակիչները դեռ ձյուն չեն տեսել։ Ճիշտ է, ներկայումները Երևան, բան չգիտեմ որ ցուն, այսինքն ոչ թե չգիտեն, չեն տեսել, բայց մենք վաղուց ենք տեսել։ Սպասվում է նաև վաղը նման տեղումներ։ Եթե քամին շատ ասենք ավելի բարդ ուժեղ քամի չլինի, հնարավոր չէ ճանապարհներ փակվել, իսկ եթե տեսնում եք հնարավորության սահմաններում կաշխատենք ճանապարհները պաստառել։ Մարինե Տերբինյան, Տիգրան Կասաբյան, Գալայնյուս։